Մայիսի 19-ից 26-ը Մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 4565 խախտում, պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 228 ավտոմեքենա, մասնավորապես հայտնաբերվել է ոչ ստավ վիճակում մեքենա վարող 132, առանց վարորդական իրավունքի վկայականի 306 անձ, հայտնաբերվել է հաշվառման համարնիշի հետ կապված 38, չամրակապված վարելու 754, առանց մանկական նստատեղի քարսիթի 2, վարելու ընթացքում ծխելու 347, վարելիս հեռախոսից օգտվելու 273, հետիոտնի, որ սահմանված վայրով անցնելու 54 եւ 1950 այլ իրավախախտում, 125 ավտոմեքենա շահագործվել է առանց ապա պայմանագրի, 304-ը տեխնիկական զրնություն չանցած, 45-ը լուսարձակների անսարքությամբ, 64-ը թաղանթապատված դիմապակիով եւ կողային ապակիներով, բացի այդ տարբեր կասկածանքներով ձերբակալվելու համայնքային ոստիկանության բաժիններ է տարվել 66 անձ։ Նույն ժամանակահատվածում մարզերում պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 16545 խախտում, պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 584 տրանսպորտային միջոց, հայտնաբերվել է ոչ ստավ վիճակում մեքենա վարող 249, առանց վարորդական իրավունքի վկայականի 812 անձ, հայտնաբերվել է նաև հաշվառման համարնիշի հետ կապված 80, չամրակապված վարելու 4157, առանց մանկական նստատեղի քարսիթի 234, վարելու ընթացքում ծխելու 409, վարելիս հեռախոսից օգտվելու 652, հետիոտնի, որ սահմանված վայրով անցնելու 57, արագության գերազանցման 2361 եւ 5099 այլ իրավախախտում, 474 ավտոմեքենա շահագործվել է առանց ապա պայմանագրի, 1535-ը տեխնիկական զննություն չանցած, 287-ը լուսարձակների անսարքությամբ, այդ թվում 10-ը բեռնատար, 174-ը թաղանթապատված դիմապակիով եւ կողային ապակիներով, բացի այդ տարբեր կասկածանքներով ձերբակալվելու համայնքային ոստիկանության տարածքային բաժիններ է տարվել 38 անձ։